Ողջույն, ես Հայկն եմ Կարապետյան։ Եվ այսպես Բաքուն մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել հանրապետության տարածքում ԱՄՆ միջազգային զարգացումների գործակալության ապօրինի գործունեության մասին փաստերը։ Այդ մասին դեպի նոր աշխարհակարգ միջազգային խորհրդաժողովի բացման ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի ապօրինի գործունեությունը, ինչ զեկուցել են նախաքննության մասին, որի արդյունքները բացահայտել են նաև այդ կազմակերպության հակաադրբեջանական ակտիվության մասշտաբները, կառավարության աշխատանքը ձախողելու եւ մեր ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձերը։ Եվ երբ թղթապանակը պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան կոռումպացված USAID-ին եւ նրա կոռումպացված ղեկավարության նկատմամբ լուրջ միջոցներ կիրառել։ Հիմա տեսեք, ակնհայտ է, որ դատախազությունն Ադրբեջանում USAID-ի գործունեությունը հետաքննում է անձամբ Իլհամ Ալիևի հրահանգով։ Իսկ նպատակը ոչ թե կոռուպցիայի կամ ներքին գործերի միջամտության բացահայտումն է, այլ Դոնալդ Թրամփի ուշադրությունն իր վրա հրավիրելը։ Քաղաքակիրթ երկրների առաջնորդներից շատերը նման խնդիր ունեն եւ ցանկացած հնարավորություն փորձում են օգտագործել անձնական շփում հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական վարչակազմի ազդեցիկ դեմքերի հետ։ Նման դիվանագիտական ձեռնարկումներում քննարկելի ոչինչ չկա։ Տեսեք, Ալիևը երևում է Վաշինգտոնի հետ երկխոսության որևէ լուրջ ռեսուրս չունի։ Ուստի ընտրել է Դոնալդ Թրամփին գործ տալու նվաստացուցիչ տարբերակը։ Նույն ելույթում Ալիևը թույլ է տվել իր կարգավիճակին ոչ հարիր եւս մեկ արար։ Հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հայաստանը խաղադրույք է դրել Քամալա Հարիսի վրա։ Սա նույնպես գործ տալու քայլ է։ Ուշադրություն, եթե Ալիևը հրապարակայնացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման իր գործիքակազմը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ստվերային գործարքներ է նա առաջարկում գործարար Դոնալդ Թրամփին։ Խնդիրն այն է, թե ինչ հաշվարկով է Ադրբեջանի նախագահը մտել Թրամփին գործ տվողի կերպարի մեջ։ Որովհետև այդ կազմակերպությունն Ադրբեջանում գործել է ԱՄՆ-ի ոչ միայն դեմոկրատական, այլև հանրապետական վարչակազմի օրոք։ Հենց նույն Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում։ Եվ եթե այն կոռումպացված էր, ապա միայն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ ցանկացած ծրագիր իրականացվել է նրա համաձայնությամբ։ Գործ տվողն ըստ այդմ կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։